փորձեց մեկնաբանել 3 տեղ ունեցածը, այնուամենայնիվ բոլորը ակնհայտ է տեսնում են տեսանյութը կա, կարող են ծանոթանալ եւ որևէ կերպ չի մեղմում ոստիկանապետի պահվածքը երեքցիծի մակաբերդում։ Եվ դատարան դիմելու, մեկ էլ Վարդանանցյան պաշտոնական էթիկայի հանձնաժողով դիմելու պահանջները կասեք։ Պահանջում ենք ներողություն ոստիկանապետից։ Հիմքում ներողություն է եւ նաեւ օրենքով սահմանված կարգով հավանաբար փոխհատուցում։ Բոլոր պայմանները ճշգրտում են։ Այս փուլում այդ աշխատանքներն են իրականացվում։ Սիրամիշ առաջին անգամ չի, որ բարձրաստիճան պաշտոնյաները լրագրողների նկատմամբ ոչ կոռեկտ պահվածք են դրսել, որում առհասարակ ինչով եք պայմանավորում այս ամեն ինչ, արդյոք նախկինում որ չեն պատժվում, մյուսները դառնում են մյուսների համար նման կերպ վարվել լրագրողների հետ։ Կարող ենք ասել նաև այդպես, մեզ մոտ արդեն կարծեք թե պաշտոնյաների մոտ այսպես ասած ավանդույթ է դարձել, այդպես էլ չեն գիտակցում 4-րդ իշխանության դերն ու նշանակությունը, ել չեմ ասում կին լրագրողի նկատմամբ վերաբերմունքի լուրջ վերանայում պետք է տեղի ունենա եւ որքան էլ փորձեն ասել թե իբր իմ ոստիկանության բարեփոխումները չտեսնելունի պատասխան է Վովակ Գասպարյանը այդպես մեկնաբանել, սա չի մեղմում որևէ կերպ նրա 3 արտաբերածը, սա արժանապատվության հարց է եւ ես պատիվ եւ արժանապատվություն եմ պահանջում երկրի ոստիկանապետից եւ այս օրերին արդեն բոլորդ էլ տեսակ թե համացանցում ինչ է տեղի ունենում եւ հանրությունը ինչպես է արձագանքել, սա այս խոսքը ուղղված էր ոչ թե իմ դեմ, այլ հենց ոստիկանապետի դեմ, ու ոստիկանապետը կարծում եմ այս օրերին մի շարք հարցեր իր մեջ վերլուծելու խնդիր ունի։ Իսկ այս ընթացքում փորձել են ոստիկանությունից խոսել, հրավիրել։ Բացարձակապես որևէ զանգ չեմ ստացել, որևէ մեկը չի փորձել։ Իրեւ հանրապետական պատգամավորները այսօր բավականին բուրն արձագանքեցին տեղի ունեցածին, քանի որ գիտեն իմ աշխատանքը, գիտեն որ կոռեկտությունից դուրս հարցեր չեն հնչում եւ 3 Վովակ Գասպարյանի տված իմ հարցը կամ դիտարկումը նույնպես կոռեկտության սահմանում էր։ Ես ասել եմ այն, ինչ բոլորս գիտենք, փաստ է։ Ոստիկանության որևէ բարեփոխում չի երևում, ավելին ոստիկանությունը շատ ավելի բիրտ գործողություններ է հիմա կիրառում, ավելի քան նախկինում, թե քաղաքացիական հանրույթի եւ թե նույն լրատվամիջոցների նկատմամբ։